Կին Անեսյան, այն խումբը, որ 200,000 դրամից բարձր աշխատավարձ է ստանում ու ոնց հասկացա եկամտահարկից է վճարվելու այդ գումարները, ուզում եմ հասկանալ, որ օգտվում ես եկամտահարկի հետ վերադարձից այդ ժամանակ ոնց է այդ տեղի ունենալու, օգտվելու ես ու ապահովագրությունից թե ոչ, թե ճիշտ չեմ հասկացել, եկամտահարկից չի վճարվում։ Չէ, այսպես է, կախված աշխատավարձի չափից 200-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացողների համար պետությունը 2026 թվականի ընթացքում կսուբսիդավորի սոցկրեդիտների համար 6,000 դրամ։ Գործատուի համար վճարվող հատվածը մնում է 4,800 դրամ, որից 4,500 դրամը կվճարի զինապահի խնայողության հաշվին, մնացած 300 դրամը կպահվի արդեն աշխատավարձից։ 500-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար նրանք 3,300 դրամի չափ է մնում աշխատավարձից պահումը եւ դա հաջորդ տարի կարող են այո եկամտահարկի վերադարձի շրջանակում սոցկրեդիտով հետ վերադարձ ստանալ։